Նորածին երեխայի կարիքները։ Աղջիկներ, երբ մեր փոքրիկ հրաշք բալիկները ձեր որովայնում էին, նրանք գտնվում էին մթության և ջերմության մեջ, միևնույն դիրքում և շատ մեղմ ձայների պայմաններում։ Եվ հենց դա է, որ մեզ անհրաժեշտ է գրեթե անմիջապես ծնվելուց հետո վերարտադրել երեխայի համար, շատ պարզ պատճառով, երեխայի վերլուծիչ համակարգերը դեռևս ամբողջությամբ չեն հասունացել։ Այսինքն շատ վառ լույսը, շատ բարձր ձայները կամ ինչ-որ շատ կտրուկ շարժումներ, որոնք կարող եք անել նորածնի հետ, այս ամենը շատ ուժեղ կերպով կարող է ապակայունացնել երեխայի կենտրոնական նյարդային համակարգը, ինչը նրան անհարմարություն կպատճառի։ Այդ պատճառով սկզբնական շրջանում ապահովեք մտնեցված սենյակներ, մեղմ ձայներ և հնարավորինս փափուկ շարժումներ։ Եվ իհարկե, մի մոռացեք հիգիենայի մասին։ Իհարկե, բացի այն, որ պետք է ստեղծենք այս հանգստության, հարմարավետության և անվտանգության մթնոլորտը, պետք է հետևենք նաև տակտիրին, եղունգներին և տարբեր այլ հիգիենիկ ասպեկտներին, որոնց մասին դեռ կխոսենք այս դասընթացի շրջանակում։